Ես ինքս մասնակցել եմ Բագրատ Սրբազանի այդ Սրբազան պայքարին։ Ամսինին եմ գնացել, ընկերներին հորդորել եմ, բոլորին եւ այլն։ Ես այդ ժամանակ չի պատկերացնում, որ ինչ է տեղի ունենում քաղաքական առումով։ Կարծես թե բոլորիս կողմից պորտկում էր, ուզում էինք փոփոխություն, բայց երբ որ Բագրատ Սրբազանը եկավ հասավ հրապարակ, մինչև այդ ինքը Բագրատ Սրբազանը էր եւ հետո հայտարարեց, որ ինքը վարչապետի տեխնացու է, այստեղ արդեն ոնց որ գնաց այն ռուսը լավ խոսք ունի, ասում что-то пошло не так։ Այստեղ փոխվեց իրավիճակը, որովհետև ոչ մեկ չէր պատկերացնում, որ Բագրատ Սրբազանը կհայտարարի իրեն վարչապետի տեխնացու։ Եթե ինքը ղեկավարում էր շարժումը, կարծես թե օքեյ էր, բայց հետո որ հայտարարեց վարչապետի տեխնացու, դա արդեն փոխեց իրավիճակը։ Առաջինը, երկրորդը, բոլորի կողմից այդ ժամանակ ովքեր այնտեղ էին, անհասկանալի զայրույթ առաջացավ, երբ որ այդ նույն մարդը Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ գնացեք տուն, մենք ձեզ կասենք երբ կգաք, 70,000 մարդ էր հավաքվել եւ հետո ինքը մյուս օրը գնաց ուսանողներին ասեց եկեք դասադուլ անենք։ Այդտեղից սկսվեց հիասթափությունը եւ ես հասկացա, որ չէ, սա այն չի, ինչի համար մենք դուրս ենք եկել։